Պարոն Ղազենյանը, այս օրերին իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ Սամվել Կարապետյանը, Ռոբերտ Քոչարյանը և ընդդիմադիր քաղաքական մյուս ուժերի կուսակցությունները մասնակցելով ընտրություններին պլանավորում են փորձ են անում ամբողջ համապետական ընտրություններին Գյումրի երկու պլան իրագործել այդ սցենարով գնալ, ինչպես կարգելակերպել։ Ճիշտն ասած, ինչպես նշվեց, մեր կուսակցությունն ունի խորհուրդ, ես խորհրդի անդամ եմ, ինչ եմ սա շեշտում, որովհետև ենթադրում եմ, որ պետք է որ այսպիսի քննարկում լինելու դեպքում մասնակցած լինեմ, այդպիսի քննարկում բացարձակ չի եղել, մենք չենք դիտարկում որևիցե այլ սցենար, քան որակյալ մեծամասնությունը վերցնելու։ Կգա ժամանակը կհասկանանք, կտեսնենք, այս պայդրությամբ որևիցե բան չի քննարկվել եւ չի քննարկվում։ Ընդամենը հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը ամբողջությամբ բնականաբար չեմ կարող այսպիսի հայտարարություն անել, բայց մեծամասնությունը ամենայն դեպս ցանկանում է երկրի ղեկին տեսնել ուժեղ մարդ, ուժեղ բանակցող, ուժեղ տնտեսագետ, ուժեղ բիզնեսմեն, ուժեղ կառավարիչ, այլ ոչ թե թույլ, որը հիմա ունենք, այդ իսկ պատճառով ներկայացրել ենք Սամվել Կարապետյանի թեկնածությունը։ Հիմա մենք եղել ենք շատ ազնիվ, մենք տակից ոչ մի բան չենք արել, ի սկզբանե մեր ճանապարհային քարտեզը հրապարակել ենք եւ բնականաբար գնում ենք 2/3-ի։ Այսինքն համանդրական նաեւ օրենքները փոփոխելու ընդհանրապես որակյալ մեծամասնություն, որը 2/3-ն է։ Այլ տարբերակ այս պահին չի քննարկվում։